Ոչ թե մեզ, ով Տեր, ոչ թե մեզ, այլ քո անվանը փառք տուր, հանուն քո ողորմության ու ճշմարտության, ինչու հեթանոսներն ասեն, ուր է հիմա նրանց Աստվածը, բայց մեր Աստվածը երկինքներում է, նա արեց ինչ որ ուզում էր, նրանց կուռքը արծաթից ու ոսկուց էր, մարդկային ձեռքի գործեր են, բերան ունեն, բայց չեն խոսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում, քիթ ունեն, բայց հոտ չեն առնում, ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում, ոտքեր ունեն, բայց չեն քայլում, ոչ էլ խոսում են իրենց կոկորդով, դրանց շինողները դրանց նման են, այդպես են նաև բոլոր նրանք, որ իրենց հույսը դրանց վրա են դրել, ով Իսրայել, Տիրոջը վստահիր, նա է նրանց օգնությունն ու վահանը, ով Ահարոնի կուն, Տիրոջը վստահեք, նա է նրանց օգնությունն ու վահանը, ով Տիրոջից վախեցողներ, Տիրոջը հուսացեք, նա է նրանց օգնությունն ու վահանը, Տերը մեզ հիշում է, նա կօրհնի մեզ, նա կօրհնի Իսրայելի տունը, նա կօրհնի Ահարոնի տունը, նա կօրհնի Տիրոջ երկյուղն ունեցողներին, և փոքրերին, և մեծերին, Տերը օրհնություն կկուտակի ձեր վրա, ձեր ու ձեր որդիների վրա, օրհնյալ եք դուք Տիրոջից, ով երկինքն ու երկիրը ստեղծեց, երկինքը, նույնիսկ երկինքները Տիրոջն են, բայց երկիրը մարդկանց որդիներին տվեց, մեռելները Տիրոջը չեն օրհնի, ոչ էլ նրանք, որ դեպի լռություն են իջնում, բայց մենք օրհնելու ենք Տիրոջը, այսուհետև մինչև հավիտյան, փառաբանեցեք Աստծուն։